Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ, արձանագրում է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը։ Սպառնալիքների գնահատման հրապարակված տարեկան զեկույցում կառույցն օրինակ է բերում Ադրբեջանի պահանջը փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի սահմանադրությունը, հեռացնելու հղումը, որը նրա խոսքով ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հարաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ։ Օգոստոսին Վաշինգտոնի հովանավորությամբ Սպիտակ տանն անցկացված խաղաղության գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի համար ստեղծել է հնարավորություն հասնելու երկարատև խաղաղության համաձայնագրի և նպաստելու տարածաշրջանային կայունության աճին։ Ամերիկյան կողմին հաջողվել է հասնել խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնության, նաև հաստատվել է թրիփ նախագիծը, որը կառավարվելու է ԱՄՆ-ի կողմից և Հայաստանի հարավով անցնող ճանապարհով կապելու է Ադրբեջանն իր Նախիջևան էքսկլավի հետ, բացելով առևտրային հոսքեր երկու երկրների և ողջ տարածաշրջանի համար։ Օգոստոսի 8-ից հետո երկու կողմերն էլ կարծես պատրաստակամ են պահպանել գագաթնաժողովից ստացված դրական ընթացքը։ Սահմանային հրադադարի խախտումները կտրուկ նվազել են, այժմ գրեթե չկան, փաստում է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը, հիշեցնելով նաև, որ Ադրբեջանը բենզին է մատակարարել Հայաստանին, նաև թույլատրել է ցորենի տարանցիկ փոխադրումները, իսկ վարչապետ Փաշինյանն իր հերթին փոխադարձ առաջարկ է արել նախագահ Ալիևին։ Որոշ ուժեր պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ, ծանր հետևանքներով լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարզաբանելով, թե պատերազմի կուսակցություններ ասելով ինչ է նկատի ունեցել։ Ինչ վերաբերվում է պատերազմի կուսակցությանը, դա հիմա ամեն օրվա հետ ինձ համար դառնում է ավելի ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները եւ այդ շրջանակները ըստ էության ինչ են ասում, առաջինը ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը եւ երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։ Դա ես շատ ուղիղ առանց հետևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է Հայաստանի Հանրապետության ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով։ Բոլոր այդ ուժերը այսօր հստակ, իմիջիայլոց ասեմ, նրանցից ոմանք ըստ ամենայնի չեն էլ հասկանում ինչ են ասում, որովհետև այն տեքստերը, որոնք իրենք արտասանում են, առնվազն մի մասը ինձ համար ակնհայտ է, որ ուրիշ տեղեր են գրված եւ նրանք պարզապես կարդացողի կարգավիճակում են, առավել եւս իրենց ասածը, խոսացածը չհասկացող ուժերը եւ քաղաքական գործիչները իհարկե չպետք է կարողանան ընդհանրապես Հայաստանում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնել։ Ես իմիջիայլոց ասեմ, առաջիկայում ես այդ թեմային վերաբերող առանձին Facebook-յան եթեր եմ պլանավորում եւ ես դրան ավելի մանրամասն կանդրադառնամ։ Իմ ասելուց հետո ավելի է ահագնացել, որովհետեւ այդ բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը։ Անկախության հռչակագրի ու սահմանադրության խնդիրը Հայաստանի ներքին խնդիրն է, ասել է Փաշինյանը, ըստ նրա անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, կախվածության հռչակագիր է։ Անկախության հռչակագիրը, ընդ որում հրապարակային տեքստ է, ձեզնից յուրաքանչյուրը դա կարող է կարդալ, վերլուծել եւ կարող է անել նույնիսկ հրապարակային։ Դա ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր է։ Ինչու՞։ Որովհետև երբ որ դու պատկերացրեք, դուք տեղափոխվել եք նոր բնակարան եւ ապրում եք մի ընդհանուր հարթակում եւ սպառնում եք ձեր եւ դիմացի եւ կողքի եւ հետևի եւ մյուս կողքի հարևաններին այդպիսով հռչակելով նաեւ անկախություն։ Դա ինչ է նշանակում։ Ոնց է այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում միայն ու միայն արտաքին օգնության, այսինքն միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով։ Իսկ արտաքին օգնություն ակնկալելը ձեզ դնելու է շարունակաբար մեծացող, ահագնացող
կախվածության մեջ նրանից կամ նրանցից, ումից այդ օգնությունը ակնկալում եք։ Եվ հետևաբար անկախության հռչակագիրը կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր է, եւ ես առաջիկայում գուցե նաեւ տեքստի վերլուծությամբ ցույց կտամ այդ ամեն ինչը, բայց ելի ուզում եմ ասել, որ սահմանադրությունը եւ այս խոսակցությունը մեզ է պետք։ Դա մեր ներքին օրակարգի հարց է։ Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում եւ չենք քննարկելու։ Մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ, որովհետեւ ես նաեւ առիթներ ունեցել եմ ասելու, նույնիսկ երթևեկության կանոնների օրինակը բերելով օրինակ, թե երբ որ մենք ասում ենք ով մարդկային արդարություն, թող որ մենք ես թքեմ քո բաց ճակատին, այդ շատ լավ ասում ենք, բայց երբ որ մենք անընդհատ վրաերթի ենք ենթարկվում, մենք մեզ հարց պիտի տանք, իսկ կարող է դրա պատճառն որ մենք գտնվում ենք փողոցի երթևեկելի մասում եւ չգիտենք փողոցի երթևեկության կանոնները չգիտենք։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Բրյուսելից մանրամասներ է հաղորդել։ Նա նշել է, Ադրբեջանը չպետք է խառնվի Հայաստանի ներքին գործերին եւ տարածքային ամբողջականության հարցին, ԿՊԱ-ականները ձեռնպահ են քվեարկել։ Մամիջանյանն ասել է, թե ԿՊԱ-ականները կրկին դեմ են քվեարկել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջարկը ներառվի հայտարարության մեջ։ Քաղաքացիական պայմանագրի падգամավորները դեմ են քվեարկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջարկին ներառել հայտարարության մեջ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում հայոց ցեղասպանության հարցի պահպանումը, այսպես ասեմ։ Դրան պարզվում է քաղաքացիական պայմանագիրը դեմ է։ Չնայած չի պարզվում, դա մենք վաղուց գիտեինք, բայց արդեն որի-որ անգամ հաստատվեց քվեարկությամբ։ Մի կարևոր կետ էլ կա, որ կուզենայի իմանաք։ Այդ հայտարարությունը վստահ եմ առաջիկայում այն կհրապարակվի թարգմանված տեքստով, ներառում է նաև մեկ կետ, որտեղ Եվրոպական միությունը նշում է, որ հաշվի է առել noted բառն օգտագործված, որ Հայաստանում առկա են կարծիքներ, որ օգտագործվում է դատական համակարգը, առկա են որոշակի ժողովրդավարական խնդիրներ, կոչ է անում ժողովրդավարությունը ֆունդամենտալ իրավունքները պահպանել եւ այլն, բայց սա համեմատած նախորդ մերժողականությանը, որ փորձում էին ներկայացնել իբր Հայաստանում ոչ մի խնդիր չկա ժողովրդավարության տեսանկյունից, հիմա գոնե ասում են, որ noted նկատում են, որ կան Հայաստանում քաղաքական եւ քաղաքացիական շրջանակներ, որոնք խոսում են ժողովրդավարական հետընթացի եւ իրավապահ համակարգի օգտագործման, քաղաքական նպատակներով օգտագործման մասին։ Երևի երբ որ Հայաստանում ազատության մեջ ընդդիմադիր չմնա, երբ որ բոլոր ընդդիմադիրները բերթերում լինեն, երբ որ Հայաստանում քաղաքաբանտարկյալների թիվը լինի ոչ թե 50, այլ 500, այդ ժամանակ կարող է մենք հասնենք նրան, որ եվրոպական կառույցները հստակ նշեն, որ Հայաստանում առկա են նմանօրինակ խնդիրներ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել ներկայացնելով իր ելույթի մանրամասները Եվրախորհրդարանում Եվրամիություն Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեին նիստում։ Մասնավորապես անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի անկախության հռչակագրի, անկախության հանրաքվեի նսեմացման քաղաքականության։ Ըստ Նիկոլ Փաշինյանի Հայաստանը անկախություն ստացավ ոչ թե երբ ընդունեց անկախության հռչակագիրը, ոչ թե երբ համայն հայ ժողովուրդը գնաց ընտրատեղամասեր եւ քվեարկեց անկախության օգտին, այլ երբ Հայաստանը միացավ անկախ պետությունների համագործակցությանը, Ալմատայի հռչակագիրը ստորագրելով եւ վավերացնելով Բելովեժյան արձանագրությունը։ Այսինքն եթե չլիներ անկախ պետությունների համագործակցությունը, Հայաստանը անկախ չէր լինելու։ Եվ հիմա խոսում են հիբրիդային պատերազմների մասին։ Այսինքն մի կողմից Փաշինյանն ասում է Հայաստանը միացավ Ռուսաստանի, Բելարուսի եւ Ուկրաինայի կողմից ստեղծված միությանը, բայց Հայաստանի անկախությանը վտանգ են սպառնում հիբրիդային պատերազմները։ Մյուսը խոսել եմ թրիփի մասին։ Փաստերով, քարտեզներով ցույց եմ տվել, որ թրիփը այս վիճակում չի կարող Հայաստանի շրջափակումը ճեղքել։ Անհրաժեշտ է, որ Հայաստանը երկաթգծային կապ ունենա արտաքին աշխարհի հետ, թե արևելյան ճանապարհով, այսինքն գործի
Իջևան-Ղազախ ճանապարհը եւ թե բացվի Հայաստան-Թուրքիա կապը։ Եվ այդ հարցը մենք բարձրացրել ենք միշտ ի տարբերություն Փաշինյանի, որը այսօր է դրա մասին խոսում։ Այդ հարցը պետք է լուծված լիներ 2025 թվականի օգոստոսին կամ գոնե 2026 թվականին, երբ ստորագրվեց TRIP իրականացման շրջանակը։ Կրկնում եմ, ռելսերը նույնիսկ եթե ոսկուց լինեն, Հայաստանի շրջափակումը այդ ճանապարհը չի ճեղքում, անկախ նրանից լավն է, թե լավը չի։ Խոսել եմ խաղաղության մասին։ Չի կարող լինել խաղաղություն, երբ օկուպացիոն զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Լավագույն դեպքում մենք ունենք հրադադար, եւ որպիսի հրադադարը վերածվի իրական խաղաղության, արդար սկզբունքների վրա կերտված խաղաղությանը, մենք պետք է ջանքեր թափենք, պետք է ստիպենք Ադրբեջանին վերջացնի իր ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականությունը եւ պաշտպանենք հայկական շահերը։ Եվ վերջապես խոսել եմ արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Եվրոպական խորհրդարանը բազմաթիվ բանաձև ունի, որոնցով պահանջում է ապահովել արցախցիների վերադարձի իրավունքը։ Եվ մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի հանձնակատարը այս տարի մի քանի շաբաթ առաջ եւս մեկ անգամ վերահաստատել է, որ արցախցիները վերադարձի իրավունք ունեն։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է արգելել մարդկանց վերադառնալ իրենց հայրենիք։ Հինգշաբթի եւ ուրբաթ օրերին Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կգտնվի Հայաստանում նպատակ ունենալով ավելի խորացնել Եվրամիություն-Հայաստան համագործակցությունը եւ խթանել տարածաշրջանային կապակցվածությունը։ Արդեն կայացել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Մարթա Կոսի հանդիպումը, որի ավարտին կողմերը հայտարարություններով են հանդես եկել։ Առանձնահատուկ կենտրոնացանք տարածաշրջանային կապակցվածության հարցերին եւ այդ համատեքստում պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության, TRIP երթուղու եւ ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության, մասնավորապես գլոբալ դարպասներ ռազմավարության իրականացման ուղղություններով։ Ուրախ եմ արձանագրել, որ հանձնակատարը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը տրանսկասպյան տրանսպորտային ուղում։ Հանձնակատար Կոսի միջոցով մեր երախտագիտությունն ենք հայտնել Եվրոպական միության ղեկավարությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի եւ ուշադրության համար։ I like coming back because I can see Իմ նախորդ այցից հետո շատ բան է տեղի ունեցել, աշխարհն ավելի անկայուն է դարձել եւ սա եւս մեկ անգամ վկայում է, թե որքան կարեւոր է մեր գործընկերությունը Հարավային Կովկասում։ Դա եւս մեկ անգամ ընդգծում է, թե որքան կարեւոր է ունենալ վստահելի գործընկերներ եւ բարեկամներ։ Հայաստանը մենք ինձ այդպես ենք ընկալում։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը կարեւոր քայլեր են ձեռնարկել խաղաղության եւ կայունության համար եւ ես ցանկանում եմ բարձր գնահատանքը սկսել ներդրված ջանքերի համար։ Եվրոպան ցանկանում է աջակցել ներդրումների տարածաշրջանային կապակցվածության ուղղությամբ, նպաստելով կայուն խաղաղությանը, անվտանգությանը եւ բարեկեցությանը։ Սա կարևոր տարի է նաեւ հայկական ժողովրդավարության համար։ Եվրոպան այստեղ է աջակցելու համար։ Մենք կաջակցենք Հայաստանին հիբրիդային սպառնալիքների եւ ապատեղեկատվության դեմ պայքարում, որպեսզի հայերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարողանան ազատ եւ արդար պայմաններում քվեարկել եւ ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաչյանը մանրամասնել է, թե ինչ են քննարկել Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ։ Մասնավորապես քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերի միացման հարցը, ինչը տնտեսական լուրջ ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա։ Հստակ որոշում կա ուսումնասիրություն իրականացնել եւ հասկանալ անհրաժեշտ ներդրումների ծավալը այս մասով։ Մենք պատրաստական ենք այդ ներդրումները իրականացնել, որ առաջ աշխատանքները սկսել, այն պատկերացնում, որ դա կանեն նաեւ Թուրքիայի գործընկերները, ինչը կրկին պիտի ասեմ լրացուցիչ ամրություն կտա եւ մեր եւ Թուրքիայի էներգետիկ համակարգին։ Հանրային հարցեր չեք քննարկել միադեպքում էներգետիկ համակարգերի միացմանը, փաստորեն մենք նաեւ մեր էներգետիկ համակարգը այսպես ասած ռուբլիկը դնում ենք Թուրքիայի կամ Ադրբեջանի թերթին։ Ես չգիտեմ ովքեր են այդպիսի բան նկարագրում, դրանք հակատարամաբանական նկարագրումներ են։ Ձեր ասած գործիքը Հայաստանի դեպքում գտնվում է
Հայաստանում եւ այդպիսի անհրաժեշտություն չկա։ Ավելին Հայաստանի էներգետիկ համակարգը միացված է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկ համակարգին, Վրաստանի էներգետիկ համակարգին եւ մենք տարվա ընթացքում գրեթե մշտական պարբերականությամբ էլեկտրաէներգիա ենք արտահանում Իրանի Իսլամական Հանրապետություն, արտահանում ենք Վրաստանի Հանրապետություն եւ ըստ անհրաժեշտության նաեւ ներմուծում ենք Վրաստանի Հանրապետությունից, նույնը պլանավորում ենք անել նաեւ Թուրքիայի հետ։ Սաուդյան Արաբիայում կայացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Բայրամովն ու Ֆիդանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի եւ վերջին զարգացումների շուրջ։ Նախարարները ընդգծել են տարածաշրջանային կայունության պահպանման, լարվածության սրման կանխարգելման, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, այդ թվում պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման կարեւորությունը։ Նախատեսվում է եւս 7 վագոն ցորեն տեղափոխել Հայաստան-Ադրբեջանի տարածքով 488 տոննա ցորեն տեղափոխող 7 վագոն տարանցիկ ճանապարհով անցնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, այլ մանրամասներ չեն նշվում։ Անցած տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը, այս ամսվա սկզբին էլ հաղորդվել էր, որ Հայաստան է ուղարկվել 1984 տոննա դիզելային վառելիք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացնում է ծանր հետևանքների մասին, եթե Իրանը նորից հարվածի կատարի գազային հանգույցին։ Նախագահը խոստացել է, որ Իսրայելը հարավային Պարսի վրա այլևս հարձակումներ չի իրականացնի, եթե Իրանը անխոհեմորեն չորոշի հարձակվել շատ անմեղ, այս դեպքում Կատարի վրա։ Այդ դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայելի օգնությամբ կամ համաձայնությամբ կամ առանց դրա զանգվածաբար կպայթեցնի հարավային Պարսի գազի հանքավայրը այնպիսի ուժով եւ հզորությամբ, որը Իրանը երբեք չի տեսել կամ ականատես եղել։ Ես չեմ ուզում թույլատրել այս մակարդակի բռնություն եւ ավերածություններ Իրանի ապագայի վրա դրա երկարաժամկետ հետևանքների պատճառով, բայց եթե Կատարի հեղուկացված բնական գազը կրկին հարձակման ենթարկվի, ես չեմ տատանվի դա անել։ Դոնալդ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը նախապես տեղյակ չի եղել հարավային Պարսի վրա Իսրայելի հարվածի մասին այն բանից հետո, երբ իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ հարձակումը կատարվել է իսրայելական ուժերի կողմից ԱՄՆ համաձայնությամբ։ Մակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմանը, այն հաջորդեց մեր պատասխան հարվածին, նշել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պատասխանելով Ֆրանսիայի նախագահի խոսքերին, որտեղ նա դատապարտում էր Իրանի Քաթարում գազի արտադրության օբյեկտներին հասցված հարվածները։ Մակրոնը ոչ մի բառ չի արտասանել դատապարտելու Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ-ի պատերազմը։ Նա չդատապարտեց Իսրայելին, երբ վերջինս պայթեցրեց Թեհրանի վառելիքի պահեստները, միլիոնավոր մարդկանց ենթարկելով տոքսիների ազդեցությանը։ Նրա ներկայիս մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմանը, այն հաջորդում է մեր պատասխան հարվածին։ Ցավալի է։